Իրենց խոսքերը հայրենյաց պաշտպան, հավեր զինվոր, անմաչելի հեռավոր, բայց եւ անընդմեջելի մերձավոր իր պապայի խոսքերն են նվիրված իմ հերոս տղային։ Սրանցից ամեն մեկը 44 օրյա պատերազմը խորհրդանշող գծերն են, 44 գիծը։ Արնոլդս ծնվել է 2001 թվականի հուլիսի 23-ին։ Իմ փոքրն է, որովհետև ես ունեմ տղա եւ աղջիկ, ծնվեց իմ Արնոլդը, բոլորի կողմից շատ սիրված, չափից ավել սիրված երեխա է եղել։ Անվան ընտրությանը կուզեմ անդրադառնամ այն առումով, որ հենց ինքը գրում է Արցախցու անունը 90-ականներին, երբ Սումգայիթում տեղ ունեցավ այդ ջարդերը, այնտեղից գիտեք, էլի բռնագաղթեցին արցախցիները, որտեղից արձագաղթեց նաև Ջավադյան Արնոլդը եւ բնակություն էին հաստատել Ստավրապոլում եւ նա այնտեղից ուզեց գար ծառայել Հայաստանում։ Ծառայության ժամանակ այնպես է ստացվում, որ ամուսնուս մոտ է դառնում զինվոր, իրեն արձակուրդներ էին տալիս, ինքը դեռ չէր կարող գնալ Ստավրապոլ, ամուսինս չէր ուզում, որ ինքը մնար Զորամասում, բերում էր մեր տուն, ինքը մեր տան երեխաներից էր, տղաներից էր, մենք իրան շատ սիրում էինք, ընդունում էինք, հետո ինքը ծառայությունն ավարտեց, գնաց Ստավրապոլ ու ամուսնուս կանչեց, որ ամուսինս գնա տեսնի, թե ինքը ինչպես է ապրում, ու այդ ընթացքում, քանի որ Արնոլդս մի քանի ամսից պետք է ծնվեր, հենց Ստավրապոլից եկավ, ասեց Աննա, պետքա, եթե ես տղա ունենամ, անպայման անունը դնելու եմ Արնոլդ։ Ու այդպես ծնվեց իմ Արնոլդը, անկեղծ երբ ծնվեց, բժշկուհին իրեն այսպես բարձրացրեց օդ, ու այդ ամբողջ լույսերը, ու ինքս այդ լույսերի մեջ, ես աչքերս բացեցի ու իրեն տեսա բժշկու ձեռքին ու այդ ամբողջ լույսերի մեջ լուսավորված էլի պահանջում էինք, բայց շատ էինք երես տալիս, հավատացեք, բայց ինքը այդպես էլ երես չառավ։ Մի ժամանակ հիվանդացավ, աղիների ինչ-որ խնդիրներ ուներ, բայց մենք երկարատև բուժում արեցինք եւ ինքը լավացավ, անգամ բժշկուհին ասում էր կտեսնեք, ինքը Մոսկվայից էր եկել, կտեսնեք, կանցնեն տարիներ ու ես կարող է էլ ձեզ չհանդիպեմ, բայց մեկ է ինքը ինքան խորաթափանց աչքեր ունի, ինքը ուրիշ չգիտեմ, կտեսնեք ինչքան լավ մարդ է դառնալու ինքը, ես շատ եմ իրեն աչքերում տեսնում դա ու եկավ այդ պահը, որ Արնոլդս պետքա գնա դպրոց։ Սիրո պատրաստված, որ պետք է Արնոլդից ճանապարհենք առաջին դասարան, ամուսինս հատուկ Դիլիջանից եկել էր, որ տաներ դպրոց առաջին դասարան տաներ իրեն։ Ես չէի պատկերացնում, որ իր կյանքի ամեն ակնթարթը ես այսքան խորությամբ կհիշեմ։ Ինքը շատ էր, չափից ավել էր սիրում մեզ։ Օրը երևի չեմ կարող ասել, նույնիսկ ինքը արդեն բանակ էր գնում, բայց ամբողջ օրը ինձ համբուրում էր։ Անվերջանալի հորը ինձ, քրոջը, աղբորը սեր էր տալի, չափից ավել սեր էր տալի ինքը։ Ես չէի հասկանում, որ այդ սերը ինքը տալիս էր նաև ամբողջ իմ մնացած կյանքի համար։ Ու այդպես իմ տղան մեծացավ, հայրն էր ասում, որ տղան պետքա ծառայի, տղան պետքա տղամարդուն բանակը տղամարդ է դարձնում, ինքն էլ էր սպասում, ասում էր ես սիրում եմ ու ինքը այնքան ձիգ, գեղեցիկ, զինվորականի կառուցվածք ուներ, այդ 8 ամիսը այնքան գոհ էր, այնքան ուրախ էր, Ջաբրայիլում էր ծառայում, մամ այնքան եմ սիրում այդ բոստերը։ Սեպտեմբերի 27-ին առավոտյան 11-ն է, ես դեռ տեղյակ չեմ։ Դե ջերմոցներ ունենք, մեջ գործ էի անում,
ու անընդհատ զանգեր եմ ստանում, հարցնում են ոնց է Արնոլդը, դե որ հատկապես երեխան ծառայում էր Ջաբրայիլում, դե ես էլ ասում եմ այսօր ինչ են մեկը մեկից լսել անընդհատ զանգում են, ընդհանրապես էլ էին հարցնում, զանգում էին, հարցնում էին, միշտ, ինքն էլ ինչքան զանգում էր, ասում էր, մամ, մեր հարևան բարեկամները ինձ հարցնում են, ասում էի հա տղաս, բոլորը քեզ հարցնում են, մամ, անկախ նրանից ես կհիշեմ, կասեմ իրենց բարևի թե չէ, դու միևնույն է իրենց բոլորին բարևի, ես իրենց շատ սիրում եմ ու կարոտել եմ, տենց զանգերից հետո ես մտել եմ ներ ժամը 11-ն ու զարմացած հեռուստացույցը միացրեցի ու այդ բոթը լսեցի Է բնականաբար տղաս ամսի 26-ին էր պոստերից իջել, զանգել էր, որ իջել եմ արդեն 25-ի երեկոյան, 26-ին, հետո զանգեց մամ, նորից բարձանում ենք պոստեր։ Բայց արդեն պատերազմի բոթը լսելուց բնականաբար ամուսինս անմիջապես որպես զինվորական գնաց ու մենք ընկանք այդ պատերազմի առավիրքի մեջ 27-ին զանգ չենք ստացել, 28-ին, 29-ին զանգ չենք ստացել, երեխից որ ամսի 1-ին ենք ստացել հոկտեմբերի վերջին զանգը, առաջի եւ վերջի եւ միակ զանգը, դե ինչքան վերջ ասացի Արնոլդ ջան, մամ ասեց, մամաս հաղթելու ենք, մենք հաղթելու ենք, մամաս պատերազմա, բայց մեկա դու քեզ լավ նայի, մամ խնդրում եմ հեռախոսը փոխանցի մորաքրոջս, ով կա կողքդ, որ իրենց բոլորին ասեմ, որ մենք հաղթելու ենք, մամ գիտես ես հեչ չեմ վախենում, ասի բալես ես գիտեմ, որ դու վախկոտ չես, ինքը ընդհանրապես վախկոտ չէր, մամ դուր իրանց, որ իրանց ասեմ, որ քեզ լավ նային, որովհետև ես այստեղ եմ հայրենիքս ու քեզ պաշտպանելու համար Երկուս լույս երեքի գիշերը տղաս իր ընկերների հետ Գառնիկը, Էդուարդը, Արնոլդս, Արմանը եւ Կարենը 6 հոգով են եղել տղաները անանուն բարձունքում, քանի որ կապ չկար առհասարակ Ջաբրայիլում, բոլոր բաները, ռացիաները երեխեքի ձեռքից արդեն վերցրել էին, որն էլ պայթել էր Ուրալի մեջ երեխեքը չէին իմացել, որ նահանջի հրաման կա, միգուցե երեխեքը նահանջեին, իրենք մտածել են չպետք է դիրքը թողնել մինչև արյան վերջի կաթիլը, վերջին շունչը պետք է կռվեն եւ պահեն այդ դիրքը, տղաներին բոլորին, ոնց որ ժամանակ առ ժամանակ են տվել։ Ամենավերջում տվել են իմ Արնոլդին 21 թվականի նոյեմբերի 9-ին, քանի որ մենք երեքս էլ ԴՆԹ-ի անալիզ էինք տվել եւ ամուսինս եւ ես եւ մեծ տղաս իր ԴՆԹ-ն երեքիս հետ էլ համընկել էր ու երեխին տվել են 160 քանի զինվորի հետ երկար ժամանակ այստեղ մեծամորի մորգում էր մի խոսքով իրենք որ կոդավորված էին մինչև հերթը հասավ մեր տղային, այդքան ժամանակ անցավ, բայց ամեն դեպքում ասեմ ձեզ, որ ամբողջական էր ինքը, պահպանված էր, դրա համար ես որ էլի շնորհակալ եմ ասում, որ բերեց առանց շիրիմ չթողեց, նոյեմբերի 19-ին արդեն եռաբլուրում ուղարկավորեցինք, որտեղ Գառնիկն էր, Եվ Արմանը զոհվելուց հետո Արնոլդս պարգևատրվեց արիության մեդալով, մարտական խաչ առաջին աստիճանի ու սենց լիքը անընդհատ մեդալներ իրենց վկայագրերով շնորհակալագրել, բայց բոլորս էլ մի պարզ ճշմարտություն գիտենք, հանուն հայրենիքի ճիշտ է զոհվեցին։ Բայց մեկ է ոչ մի պարգև, ոչ մի հերոսական կոչում չեն կարող ցավը թեթևացնել։ Գիրք հրատարակեցինք անանուն բարձունքի արծիվը, որտեղ պատմում է երեխի մարտական ուղու մասին,
որ ամուսինս այս տղաների ծնողների հետ գնացին Արցախ, Ստեփանակերտից վերցրեցին մարտական ուղին երեխեքի իրենց մեդալները ստացան նկարներով գիրքը, որ պատմում էր բոլոր հարազատների հուշերում, դասընկերների, քրոջ, եղբոր, հոր, բոլորիս հուշերում, ինչքան էր ինքը պահպանված, ինչքան էր կյանքը սիրում,